Իրանում պատերազմը մոտ է ավարտին, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ, նրանք ցանկանում են գործարկնքել, ասել է նա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների բարի կամքի բացակայությունը եւ մաքսիմալիստական դիրքորոշումը խոչընդոտել են անցյալ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնագրի վերջնական կնքմանը։ Դիվանագիտությունը վեճերի կարգավորման նախընտրելի ուղին է, ասել է նա, հավելելով, որ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ եւ խրախուսել Միացյալ Նահանգներին հետևել միջազգային իրավունքին։ Միացյալ Նահանգները լիակատար շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ, որոնք ապահովում են Իրանի տնտեսության մոտ 90%-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը։ Ամերիկացիները վստահեցնում են, որ առաջին 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ չի կարողացել ճեղքել շրջափակումը։ Հիշեցնենք, որ 3 Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ գտնվող չինական լցանավը անցել էր Հորմուզի նեղուցով, չնայած շրջափակմանը։ Իտալիան կդադարեցնի Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը, հայտարարել է երկրի վարչապետ Ջորջա Մելոնին։ Մենք նրանց հետ անվտանգության համաձայնագիր չունենք, դա վերաբերում է տարիներ առաջ կնքված փոխըմբռնման հուշագրին, որը երբեք որևէ իրական բովանդակություն չի ունեցել, անմիջապես ստացվել է Իսրայելի արտգործնախարարության պատասխանն Իտալիայի վարչապետին։ Եվրոպացի առաջնորդները քննադատել են Թրամփի հայտարարությունները Հռոմի Պապ Լևոն 14-րդի մասին։ Մասնավորապես Ջորջա Մելոնին Պապին ուղղված խոսքերն անընդունելի է համարել։ Հիշեցնենք, որ Թրամփը քննադատության էր ենթարկել Հռոմի Պապին Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգներին չաջակցելու համար։ Իրեն ուղղված քննադատությունից հետո Թրամփը պատասխան քննադատությամբ է հանդես եկել։ Անընդունելին հենց նա է, նրա համար մեկ է, թե արդյոք Իրանը միջուկային զենք ունի, թե ոչ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը Ջորջա Մելոնիի մասին։ Վլադիմիր Զելենսկիի Գերմանիա այցի ընթացքում Գերմանիան եւ Ուկրաինան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Մենք մեր երկկողմ հարաբերություններն Ուկրաինայի հետ բարձրացնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ կոչ է արել մոբիլիզացվել դժվար ժամանակներում գոյատևելու համար։ Մենք պետք է մոբիլիզացվենք հիմա, այս դժվարին ժամանակներում գոյատևելու համար։ Սրանք անորոշ ժամանակներ են, ընդ որում որպես նախագահ չգիտեմ ինչին ձեզ պատրաստել։ Մենք աշխատում ենք ապրելու համար, մեկ կարգախոս՝ աշխատել ապրելու համար, ոչ միայն գոյատևելու, այլև ապրելու համար, ասել է նա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։